մենք երրորդ կողմ ենք, մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին։ Իսկ ինչպես եք գնահատում քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները։ Դրանց անդրադարձել ենք մեր դիրքորոշումներում եւ մեր կողմից բարձրացված հարցերում, իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները, Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են, նրանց է միանում ինչ-որ առումով նաև միասնության թևերը, այն մյուս երկու ուժերի հետ կապված հանուն հանրապետության եւ դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իմ կողմից վերնշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։ Ինչու եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ հանուն հանրապետության եւ դեմոկրատիա օրենք եւ կարգապահություն կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք եւ միայն մի կետում իրենց հետ կարելի ասել համաձայն չենք, որ դրանք հանգեցրել են ընտրության արդյունքների անվավերության, այսինքն կարող էին հանգեցնել ընտրության արդյունքների անվավերության, մենք ասում ենք, որ անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի կողմից ներկայացված փաստարկներում առկա չեն։ Այսինքն կներեք, մի այսպիսի հարց տամ, ընդունում եք, եթե հայտարարվում է, որ կաշառքով են ընտրության արդյունքները, որը ինչ-որ չափով եղել, ընդունում եք այդպիսի ընտրության արդյունքները։ Նախ ինչպիսի չափի մասին է խոսքը, դա շատ մեծ նշանակություն ունի։ Երկրորդ, մեր կարծիքն այն է, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է արձագանք ստանան իրավապահ մարմինների կողմից եւ մենք ականատեսնենք նրա, որ ստացել են կամ շարունակում են ստանալ եւ յուրաքանչյուր կոնկրետ գործով անցնող անձը, եթե նրա մեղքը հաստատվում է, պետք է արժանանա քրեական ամենախիստ պատասխանատվության եւ սա մեր դիրքորոշումն է։ Վարյա, մեկ հարց էլ ու ավարտեմ։ Իրավական տեսանկյունից ինչպես եք գնահատում սահմանադրական դատարանում դեռևս ընտրությունների արդյունքները վիճարկվում են, բայց քաղաքացիական պայմանագիրը իշխող կուսակցությունը արդեն ձևավորում է ազգային ժողով եւ նախապատրաստվում է նաեւ կառավարության ձևավորմանը, արդեն այժմ նախագահ է ընտրել, փոխնախագահներ են ընտրվել։ Ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել։ Այն ինչ տեղի է ունենում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում ժողովրդավարության հերթական դրսևորումն է, երբ պաշտոնները ոչ թե բաժանվում են, այլ ընտրվում են, այսինքն վարչության անդամների կողմից տեղի է ունենում ընտրության process, ինչը կարծում եմ շատ նորմալ է եւ այս process-ի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել եւ ոչ թե մտահոգություն։ Ես ենթադրում եմ, ավելի շուտ տեսել եմ մամուլի հրապարակումներից, որ այլ ուժեր եւս քննարկում են կամ քննարկել են մանդատ վերցնել չվերցնելու հարցը եւ ձեր հարցին կարող ենք նաեւ նայել այդ լույսի ներքո, բայց ես նորմալ եմ համարում այդ գործընթացը, քաղաքական ուժերի կողմից նորմալ գործընթաց է, որը նորմալ է, որ տեղի է ունենում հերթական ընտրություններից հետո։